Այս տարվա առատ ձնից լցրած աղոավազից փոս ընկած փողոցներում գումարվել են փորացները, ուղղանկյուն-քառանկյուն պատկերներով, որոնք թե եղանակը թույլ տա ասֆալտով կոմունալի բրիգադները կփակեն, իսկ քաղաքի բնակիչները սպասման մեջ անհամբեր են։ Գարունն ինչ սկսվել է ավականիում քննարկվող թոփ թեման սա է։ Օրակարգի հարցից առաջ արտահերթ քննարկվողը փողոցներն էին, իսկ փոսային նորոգումները հրատապ են բոլոր փողոցներում։ Քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը մեծ խնդիրը համարում է անիթաղամասն ու Վզեբի ծրագիրը, որին սպասելու են դեռ 6 ամիս, իսկ փողոցները քանդած վիճակում պահել չի լինի։ Առաջարկ ներկայացվեց Մայիսյանի խճուղուց Խորենացի փողոց եւ մինչեւ Շիրակացի փողոցի սկզբնամաս, որն ընդգրկված չէ փողոցաշինական մեծ ծրագրում, այդ հատվածներում կատարել փոսային նորոգումներ։ Քննարկումը այն է եղել, որ նախագիծ մրցույթ հայտարարենք, նախագիծ կազմենք եւ հանձնենք համապատասխան գերատեսչությանը, հարցը այնտեղ քննարկման առարկա դարձվի եւ փորձենք կառավարության միջոցներով ամեն ինչը։ Իմ առաջարկությունը քաղաքապետարանը սկսե փոսավերանորոգման աշխատանքները կարգավորե մի քիչ, հետո նոր եթե դա ասված կառավարությունը ընդգրկե դա նախագիծը ընդգրկե եւ համարի, որ գումարներ կարող է տրամադրել, հետո նոր թող կապիտալ վերանորոգումը սկսել։ Առաջարկն ընդունելի էր ավականու խմբակցությունների համար, բայց հետագայում ավելորդ շահարկումներից զերծ մնալու համար Ավետիս Առաքելյանը եւս մեկ ճշտող հարցով դիմեց տեղական օրենսդիրներին, թե արդյոք բոլորն են համաձայն, որ Խորենացի փողոցում փոսանորոգումներ արվեն։ Հարցը նրանում է ուղղված, որ վաղը մյուս օր չլինի հավականների մեջ հայտարարություններ անեն, ասեն դե փոշիացված գումարները էս եղավ, այն եղավ, բոլորս էլ քաղաքի մարդիկ ենք, բոլորս էլ լավ տեսնում ենք, որ մի անմխիթար վիճակում է գտնվում այդ փողոցը։ Տեսել եմ կողմնակից, անհրաժեշտություն կա փոսային նորոգման աշխատանքներ կատարել, փոքր-ինչ բարելավել փողոցի վիճակը, անցանելի դարձնել մեքենաների համար։ Օրակարգի մեկ հարցով արտահերթ նիստ գումարելու թեմային անցան, որը 2 տարվա վաղեմության է։ Խոսքը Գյումրիի տարածքում գտնվող այն 24 գույքերի մասին է, որը 2024 թվականին Շիրակի մարզի դատախազության առաջարկով վարչական դատարանը քրեական գործի շրջանակներում սկսեց քննել։ 24 անշարժ գույքերի օտարման գործերն առնչվում են Գյումրիի 2 նախկին քաղաքապետերին, որոնք պաշտոնավարել են 2003-ից 2018 թվականներին։ Նշված գործերով դատարանում համայնքի շահերի պաշտպանությունը Գյումրիի ավականին լիազորել էր փաստաբան Իրինա Հակոբյանին։ Ավականու այսօրվա արտահերթ նիստում առաջարկվեց նույն փաստաբանին լիազորել 24 գույքերի գործից առանձնացված 9 շահերի պաշտպանությունը։ Գործի քննությունը վարչական դատարանից փոխանցվել է Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան։ Որ գործերը որպես պայթրությամբ վերամակագրվել է Շիրակի մարզի առաջին ատյանի տանրավասության դատարանին, առայժմ այդ գործերի համար, բայց ըստ երևույթի իմ կարծիքով, այդ միայն կարծիք է, գործերը մնացած գործերն են վերամակագրվելու Շիրակի մարզի տանրավասության դատարանին։ 23 կողմ ձայներով ավականին որոշեց համայնքի շահերի պաշտպանությունը կրկին լիազորել Իրինա Հակոբյանին։ 9 գույքի վերաբերյալ գործով դատական նիստը Գյումրիում նախատեսված է ապրիլի 4-ին։ Արագ ու միաձայն քննարկված հարցից հետո քաղաքային տրանսպորտի աշխատանքի խնդիրն առաջ բերվեց։ Քաղաքացիների բողոքների անդրադարձով հարցը ներկայացրեց մեր քաղաքախմբակցությունը։ Սոցիալական մեծ դժգոհություն եւ բողոք կա քաղաքում հանրային տրանսպորտի որակի հետ կապված։ Ընդհանրապես չի պահպանվում ժամանակը, ժամանակացույցը, չվացուցակը, որակը ծառայության եւ այլն եւ այլն։ Ես ուզում եմ հստակ պատասխանեք, թե ինչն է խանգարում մեկ ամբողջ աշխատակազմի այս ոլորտը նորմալ համակարգել։ Երեկոյան ժամերին մինչև 9:30 աշխատում են մեր տրանսպորտը։ Միջակայքի երկարացում է տեղի ունենում, այսինքն ինտերվալների երկարացում, մեր բնակիչներն կազմում են, թե մեքենաներ չեն աշխատում, բայց մինչև 9:30 մեքենաներն աշխատում են։ Մենք ենք կարգավորողը, պարոն Առաքելյան։ Մեզ սերեք, որ այդ միջակայքի չծրեք, մարդիկ գիտենան, այդ երկրորդը, քանի երթուղի է հերթապահ մնում։ Ու մինչև ժամը քանից է 9:30-ից հետո մենք աշխատելու ենք մինչև ժամը 10-ը, որովհետեւ կարողանան աշխատեն մեր մեքենաները։ Կանոնային է մինչև 10-ը։ Մինչև 10։ Չէ, ավելացրեք։ Հերթապահ երթուղին ավելացրեք։ Անպայման, պարոն Առաքելյան։ Համաձայնության եկան տրանսպորտի ժամանակացույցի փոփոխությունների հարցում, որի մասին մի քանի օրից կհայտարարեն։
Ժամերի փոփոխությունը, սակայն նոր տրանսպորտային միջոցների մասնավորապես Եվրամիության ծրագրով Գյումրիին նվիրված 5 կանաչ էկոավտոբուսների գործարկմանը չի նպաստելու։ Ավետիս Առաքելյանը ասելու նոր բան չուներ։ Խնդիրը դարձյալ Գյումրիի եւ Վանաձորի քաղաքապետարանների միջև անհամաձայնությունն է որոշ հարցերի շուրջ, ինչի պատճառով մինչև հիմա պայմանագիր կնքել չի հաջողվում։ Մարինե Դերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։